Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցող ռուս-ուկրաինական բանակցություններից կրակի դադարեցման պայմանավորվածությունները ակնկալում։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ իր հանդիպման ժամանակ։ Ստամբուլում հանդիպումից իրական արդյունք ենք ակնկալում՝ հրադադար, գերիների փոխանակում, տեղահանված երեխաների վերադարձ եւ առաջնորդների մակարդակով հանդիպում, ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի իշխանություններին եւ ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։ Իսրայելի ցանկացած չմտածված գործողություն վճռական պատասխան կստանա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Մեհրը։ Այն պնդումը, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ուղղված է ճապոնականացմանը, քաղաքական արդարացում է, որն օգտագործվում է սիոնիստական ռեժիմի կողմից տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ իր գերակայությունն ապահովելու համար։ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում մշակել է հետևողական վարքագծային օրինաչափություն, որը կենտրոնացած է շարունակական հակամարտությունների եւ պատերազմների հրահրման վրա։ Շատ դեպքերում ԱՄՆ-ն գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում է գործիք այս ռեժիմի նպատակներին հասնելու համար։ Այդ պատերազմները օգուտ չեն բերել ոչ տարածաշրջանի երկրներին, ոչ էլ ԱՄՆ-ին նոր շահերին։ Նրանք միայն երկարատև անկայունություն եւ ճգնաժամեր են առաջացնում Արևմտյան Ասիայում, հավելել է նա։ Թեհրանը մտադիր է մերժել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով իրանցի բարձրաստիճան դիվանագետին։ Ըստ աղբյուրի, իրանական պատասխանը կարող է մեկնաբանվել որպես ամերիկյան առաջարկից մերժում։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ներկայացված պայմաններում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ մնում է անփոփոխ։ Չկա նաև հստակ բացատրություն այն հարցում, ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո թուրքական կողմը ցանկանում է կազմակերպել առաջնորդների մակարդակով գագաթնաժողով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք հույս ունենք Զելենսկու, Պուտինի եւ նաեւ նախագահ Թրամփի միջև հանդիպում անցկացնել Ստամբուլում կամ Անկարայում, ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը խոսել է նաեւ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Նրա խոսքով այս շփումները շատ կարեւոր են։ Էրդողանը շեշտել է, որ հպարտ է հանդիպումները տեղի են ունենում Թուրքիայում։ Ռուսաստանը հաջորդ շաբաթ միակողմանիորեն Կիևին կհանձնի ուկրաինացի զինվորների 6000 մարմին, հայտարարել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հիշեցնենք, Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ։